Բարի ողջույն, հարգելի ընթերցողներ, հույսով եմ լավ եք։ Ուրեմն մի քանի օր է տարբեր էջերում տեսնում եմ իմ մասին ինչ որ խեղված նյութեր, ինչին անգամ չեմ էլ ցանկանում անդրադառնալ։ Ես հասկանում եմ, որ դուք նեղվել եք, փորձում եք հակադարձել, որ ես ձեր սնուցման աղբյուրն եմ փորձում կտրել, բայց կներեք, ես այսօր իմ ժողովրդի հետ խոսելու եմ ճշմարտության աչքերով։ Սիրելի ժողովուրդ, անդրադառնամ այն դրամահավաքներին, որոնք արվել են մարաթոնների ժամանակ, որոնք արվել են տարբեր ՀԿ-ների կողմից եւ ուրեմն չեն ծառայել հավուր պատշաճի այն նպատակին, որի համար որ արվել են այդ դրամահավաքները։ Ես հիմա փաստերով կխոսեմ։ Ես արդեն 3 տարի է խոսում եմ խաղաղության մասին։ 3 տարի է։ Ինձ զանգում սպառնում են։ Ինձ զանգում հայհոյում են։ Աշխարհի ամենավատ բաներն են ասում ինձ, որից հետո ինձ զանգում առաջարկներ են անում։ Միացիր մեր թիմին, մեծ փողեր քեզ կտանք։ Մեր քարոզն արա։ Չանցավ։ Նատալի ջան, ինչ անենք քո համար, որ դու միանաս մեզ։ Ոչ մի բան, շնորհակալություն։ Նատալին իր հոգին չի վաճառում։ Բայց հիմա Նատալին մի ճշմարտություն կասի, որից կփշաքաղվի հանրությունը։ 3 տարի է ես խոսում եմ խաղաղության մասին։ Ինչու որևէ մեկը փորձ չի արել զանգ տա ինձ ու ասի Նատալի ջան, ինչպես ես դու ապրում։ Նատալի ջան, արի քեզ մի քիչ օգնենք, որովհետև մենակով ես անում այդ ամեն ինչը։ Նատալի ջան, միգուցե խաղաղության ծրագիրը ֆինանսավորենք։ Չէ, երբեք։ Անկեղծ ասած, վաղուց է այդ հարցը ինձ տանջում։ Ինչու են մարդիկ ֆինանսավորում պատերազմները։ Ինչու են մարդիկ ֆինանսավորում սպանությունները։ Ինչու են մարդիկ ֆինանսավորում այն երևույթներին, որոնք մարդկությանը մահ են պատճառում, բայց չեն ֆինանսավորում խաղաղությունը։ Բացատրեմ ինչու։ Չնայած որ առաջարկեիք, միևնույն է հրաժարվելու էի, որովհետև ասեմ կանխա, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ ասեն Նատալիա Ալեքսանյանը, չէ, ես սա ասում եմ, որ հասարակությունը հասկանա։ Սիրելի հասարակություն, եկել եմ ձեզ պատմեմ, թե ինչի համար են ֆինանսավորում հստակ այդ տեսակ երևույթներ, պատերազմներ, հիվանդություններ եւ այլն։ Ուրեմն չեն ուզում խաղաղություն դաշնակները, չեն ուզում խաղաղություն այն մարդիկ, ովքեր ունեն ՀԿ-ներ, որոնց միջոցով գումարներ են հավաքում, որովհետև ամեն մի պատերազմ, ամեն մի զոհ, ամեն մի վիրավոր նրանց համար գումար աշխատելու մեթոդ է։ Նրանք իրենց հոգիները վաճառել են սատանային։ Ես մշտապես ձեզ ասել եմ, ձեր գումարները փոխանցեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մշտապես ես իմ լայվերի ժամանակ խոսել եմ դրա մասին։ Եվ կառավարությունից պահանջեք թափանցիկ հաշվետվություն։ Ես չեմ կարծում, որ կառավարությունը կհրաժարվի թափանցիկ հաշվետվություն տալուց։ Հարգելի ընթերցողներ, հարգելի հետևորդներ։ Հիշեք, խաղաղությունը երբեք չի ֆինանսավորվելու։ Խաղաղության մասին խոսողները միշտ լինելու են թիրախում, որովհետև եթե հաստատվի խաղաղություն, ինչով են ապրելու այն մարդիկ, ովքեր այսօր հիմնադրամների շնորհիվ գումարներ են հավաքում։ Նույն Ամերիկայից նունեն, ով այսօր ցնցումների մեջ է ընկել իմ գրառումից։ Գումարները հավաքել պատերազմի հաշմանդամների եւ պատերազմի համար գումարները չի ծառայել հավուր պատշաճի։ Այսօր որ պատերազմ չկա, այսօր որ զբաղմունք չկա, նույնն ունեն դրամներ է հավաքում, դոլարներ է հավաքում, ցուցադրելով քաղցկեղով հիվանդ երեխաների նկարներ։
Գիտեք, ես վստահ եմ, որ Աստծո պատիժը չի ուշանալու։ Ես չեմ, որ պետք է ձեզ դատեմ։ Ես ընդհանրապես ժողովրդին ցույց եմ տալիս ձեր իրական կերպարը, բայց դուք մարդու ձեռքով չպետք է պատժվեք։ Դուք պետք է արարչի ուժով պատժվեք։ Դուք պետք է մահ տենչաք ու այդ մահը չստանաք։ Ես բոլորից ով, բայց ես բոլորից լավ գիտեմ։ Ինչ է նշանակում երեխա, ով ունի առողջական խնդիր։ Ես բոլորից լավ գիտեմ։ Ինչ է զգում այն զինվորը, որի ոտքը չկա, եւ սպասում է, որ Ամերիկայից նույնայա նման մեկը կֆինանսավորի ու պրոթեզ կունենա։ Բայց ավաղ գրպանվել է այդ գումարը։ Անիծվեք դուք, այլևս ոչինչ չունեմ ավելացնելու։